Ողջույն, պատկերացրեք մի իրավիճակ, երբ ինչ-որ տեղ կարդացել եք, թե երեխայի խնամքի նպաստը բարձրացել է, բայց հաջորդ ամիս ստանում եք նախորդ ամսվա չափ եւ վրդովում ու մեղադրում բոլորին սպասված գումարը չստանալու համար։ Մինչդեռ պատճառները կարող են լինել տարբեր։ Օրինակ, ձեր կարդացած լուրը սուտ է եղել կամ հին, հրապարակված է եղել 2 տարի առաջ, իսկ դուք ամսաթիվը չեք նկատել։ Կամ միգուցե նպաստի բարձրացումը չի վերաբերում ձեզ, կամ բարձր նպաստ ստանալու համար պետք է որևէ դիմում գրել, հարցաշար լրացնել, ինչի մասին չեք իմացել։ Ես պատմում եմ, թե ինչպես մեր եւ մեր երեխաների իրավունքներին եւ այլ նմանատիպ խնդիրներին վերաբերող հարցերի պատասխաններ գտնել ինքնուրույն, արագ ստուգել դրանց ճիշտ լինելը։ Գոյություն ունեն աղբյուրներ, որտեղ պահպանվում են պատասխանները։ Եթե գիտենք, թե որտեղ են պատասխանները, ապա դրանք գտնելը դառնում է խաղուպար։ Կարելի է առանձնացնել մի քանի հիմնական աղբյուր, որտեղ հնարավոր է մեզ հուզող իրավական եւ օրենսդրական հարցերի պատասխանները ստանալ։ Պետական կառույցների կայքեր, իրավական ակտերի միասնական շտեմարան, Արլիսեյեմ, հարցումներ պետական մարմիններին։ Պետական կառույցների կայքերում սովորաբար տեղադրված են լինում տվյալ ոլորտին առնչվող օրենքները, հրամանները եւ այլ իրավական փաստաթղթեր։ Օրինակ, եթե ձեզ հետաքրքրում է երեխայի կրթության վերաբերյալ որևէ իրավական հարց, ապա կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կայք-մուտք գործելով դուք կտեսնեք օրենսդրություն բաժինը։ Այս բաժնի ներքո տեղադրված են ինչպես կրթության ոլորտին առնչվող օրենքները, այնպես էլ նախարարների հրամանները, կառավարության որոշումները եւ այլ փաստաթղթեր։ Այս բաժնում ընդհուպ առանձնացված են հանրակրթական, նախակրթական, միջին մասնագիտական, բարձրագույն կրթությանը, սպորտին, մշակույթին վերաբերող փաստաթղթեր։ Նույն տրամաբանությամբ, օրինակ, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կայքում առկա են այս նախարարության ոլորտին առնչվող տեղեկություններ։ Նախարարության կայքի վերևի հատվածում դուք կտեսնեք հարց եւ պատասխան բաժինը, որտեղ տեղադրված են երեխաների հիմնահարցերին, ընտանեկան նպաստներին, սոցիալական աջակցության ծրագրերին եւ նախարարության պատասխանատվության ներքո գտնվող այլ կարևոր եւ հաճախ տրվող հարցերի պատասխաններ։ Հարց եւ պատասխան բաժնի սոցիալական աջակցություն խորագրի ներքո դուք կարող եք տեսնել, թե առհասարակ պետական նպաստի ինչ ձևեր կան, ինչ է օրինակ ընտանեկան նպաստը, ով իրավունք ունի ընտանեկան նպաստ ստանալու, որտեղ է պետք դիմել նպաստ ստանալու համար եւ այլ հարցերի պատասխաններ կգտնեք։ Պետական գերատեսչությունների կայքերում սակայն կարող են եւ չլինել կոնկրետ այն տեղեկությունները, որոնք դուք փնտրում եք, բայց գրեթե բոլոր կառույցներն ունեն թեժ գիծ եւ հեռախոսահամարները նշված են լինում կայքերում։ Դժվարությունների դեպքում կարող եք զանգահարել թեժ գծի հեռախոսահամարով։ Գոյություն ունի իրավական ակտերի միասնական էլեկտրոնային շտեմարան։ Խոսքը Արլիսեյեմ միասնական կայքի մասին է։ Այստեղ տեղադրված են Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի մաս կազմող բոլոր փաստաթղթերը՝ նորմատիվ իրավական ակտեր, հրամաններ, Վճռաբեկ դատարանի, Սահմանադրական դատարանի եւ այլ դատարանների դատական ակտեր ու այլ փաստաթղթեր։ Մուտք գործելով Արլիսեյեմ, դրա ձախ հատվածում դուք կտեսնեք որոնում բաժինը։ Այս բաժնում հնարավոր է կատարել ինչպես պարզ, այնպես էլ ընդլայնված որոնում։ Եթե գիտեք փաստաթղթի անվանումը հստակ, այդ դեպքում կարող եք ուղղակի պարզ որոնում կատարել։ Եթե չգիտեք, առավել նպատակահարմար է ընդլայնված որոնում կատարել բառերի, բառակապակցությունների միջոցով։ Օրինակ, չգիտեք, թե ինչ օրենսգրքում փնտրել մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վերաբերյալ կարգավորումները։ Ընդլայնված որոնում բաժնում փնտրելով մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ բառակապակցությունը դուք կտեսնեք պետական նպաստների վերաբերյալ կառավարության որոշումներ, հրամաններ եւ այլ փաստաթղթեր, որոնց շարքում նաեւ մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վերաբերյալ կարգավորումները։ Ցանկացած օրենք բացելիս կարևոր է ուշադրություն դարձնել, թե արդյոք այն ուժի մեջ է։ Եթե օրենքն ուժը կորցրած է լինում, ապա փաստաթղթի վերևի աջ հատվածում դուք կտեսնեք փաստաթղթի ուժը կորցնելու ամիսը, ամսաթիվը եւ տարեթիվը։ Այժմ կոնկրետ օրինակով բացատրեմ։ Օրինակ, գործատուն հրաժարվում է նորածնի հորը արձակուրդ տրամադրել եւ պնդում է, որ ծնողական արձակուրդի իրավունք ունի միայն երեխայի մայրը։ Ինչպես պարզել, արդյոք գործատուի այս պնդումը ճշմարիտ է թե ոչ։ Մենք գիտենք, որ աշխատողների իրավունքների վերաբերյալ դրույթներն ամրագրված են աշխատանքային օրենսգրքում։ Ուստի Արլիսեյեմում պարզ որոնում կատարելով մենք կգրենք աշխատանքային օրենսգիրք բառը համակարգը վարքյանների ընթացքում կբերի
դատավորների աշխատանքային օրենսգիրքը։ Բոլորովին պարտադիր չէ որևէ օրենք, որևէ դրույթ փնտրելիս ամբողջ օրենսգիրքը կարդալ։ Այստեղ եւս մեզ օգնության են հասնում բանալի բառերը։ Այս դեպքում մենք բանալի բառերի միջոցով կարող ենք պարզել, արդյոք հայրն ունի ծնողական արձակուրդի իրավունք, թե ոչ։ Այս դեպքում մեր բանալի բառը հայրության արձակուրդն է։ Սեղմելով Ctrl+F եւ փաստաթղթի աջ հատվածում գրելով հայրության արձակուրդ, մենք կտեսնենք, որ ծնողական արձակուրդի իրավունք ունի ոչ միայն երեխայի մայրը, այլ նաև հայրը։ Հայրության արձակուրդ բանալի բառը փնտրելով տեսնում ենք օրենսգրքի 176.1 հոդվածը, համաձայն որի երեխայի ծնվելու օրվանից հետո 30 օրվա ընթացքում նորածնի հոր ցանկությամբ նրան տրվում է 5 աշխատանքային օր տևողությամբ վճարովի արձակուրդ, որի յուրաքանչյուր օրվա համար գործատուն վճարում է աշխատողի միջին օրական աշխատավարձի չափով։ Այսպիսով արդեն իսկ կարող ենք փաստել, որ գործատուն սխալվում է եւ երեխայի հայրը եւս ունի վճարովի արձակուրդի իրավունք։ Մեկ այլ օրինակ. երեխայի խնամքի արձակուրդի իրավունք ունեցող մայրը որոշել է ավելի շուտ վերադառնալ աշխատանքի, քան օրենքով սահմանված ժամկետն է, եւ նրան հնարավորություն չի տրվում օգտվելու որոշակի արտոնություններից կապված երեխայի խնամքի եւ կերակրման հետ։ Ողջամտությունը ենթադրում է, որ պետությունը չէր կարող կնոջ համար արտոնություններ չնախատեսել մանկահասակ երեխայի խնամքի եւ նրան կերակրելու համար, եւ իսկապես էլ նախատեսում է։ Եթե դուք աշխատում եք եւ խնամքին ունեք մինչեւ 2 տարեկան երեխա, ապա բացի հանգստի եւ ընդմիջման ժամերից, դուք ունեք նաեւ լրացուցիչ ընդմիջման իրավունք։ Այս դեպքում կարելի է աշխատանքային օրենսգրքում բանալի բառերի միջոցով գտնել որոշ կարգավորումներ։ Օրինակ լրացուցիչ ընդմիջում, հանգստի եւ սննդի ընդմիջում եւ այլ տարբերակներ։ Այս բանալի բառերը փնտրելու միջոցով դուք կգտնեք աշխատանքային օրենսգրքի 258-րդ հոդվածը, համաձայն որի մինչեւ 2 տարեկան երեխա ունեցող կնոջը, բացի հանգստի եւ սնվելու համար տրամադրվող ընդմիջման ժամերից, յուրաքանչյուր 3 ժամը 1 տրամադրվում է լրացուցիչ ընդմիջում, կես ժամից ոչ պակաս տևողությամբ։ Ընդ որում նույն հոդվածով սահմանվում է նաեւ, որ կնոջ ցանկությամբ այդ ընդմիջումները կարող են միավորվել եւ միացվել հանգստի եւ սնվելու համար ընդմիջմանը։ Կարող է նաեւ այդ ընդմիջումը տրամադրվել աշխատանքային օրվա սկզբին կամ տեղափոխվել աշխատանքային օրվա վերջ աշխատանքային օրվա տևողության համապատասխան կրճատումով։ Այսինքն դուք իրավունք ունեք ձեր երեխային խնամելու նպատակով աշխատանքային օրվա ընթացքում լրացուցիչ ընդմիջում ունենալու։ Ավելին, եթե դուք օրենսգրքում փնտրեք կերակրել բառը, ապա կտեսնեք օրենսգրքի 251-րդ հոդվածի կարգավորումը, համաձայն որի երեխային կրծքով կերակրելու համար ձեր աշխատանքի վայրում պետք է լինի հատուկ կահավորված սենյակ կամ առանձնացված տեղ։ Հնարավոր է, որ օրենքում բանալի բառերի միջոցով որոնում կատարելիս չգտնենք մեզ հետաքրքրող հարցերի պատասխանները, քանի որ օրինակ այնքան էլ ճիշտ բանալի բառ չենք ընտրել։ Այս դեպքում կարելի է ուշադրություն դարձնել օրենսգրքի հոդվածների վերնագրերին եւ հասկանալ, թե դրանք կոնկրետ ինչի մասին են, ինչ հարցեր են կարգավորում։ Իդեպ Arlisem-ում ցանկացած փաստաթղթի վերևի ձախ հատվածում կարելի է տեսնել եւս մեկ օգտակար գործիք, որը ձեզ թույլ կտա ձեզ հետաքրքրող հարցերի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալ։ Կապեր այլ փաստաթղթերի հետ։ Այստեղ այն փաստաթղթերն են, որոնք առնչություն ունեն ձեր կողմից արդեն իսկ ուսումնասիրվող փաստաթղթի նորմերի հետ։ Մեկ այլ կարևոր գործիք է փոփոխություններ եւ ինկորպորացիա բաժինը։ Այս բաժինը եւս գտնվում է փաստաթղթի ձախ հատվածում։ Այստեղ դուք կարող եք տեսնել, թե մայր փաստաթղթում ինչ փոփոխություններ են տեղի ունեցել եւ երբ, եւ օրինակ բարձել, որ օրենքի այն կարգավորումը, որի մասին դուք գիտեիք, այլևս ուժը կորցրած է ճանաչվել կամ փոփոխվել է, կամ օրենքը լրացվել է որևէ նոր կարգավորմամբ, որի մասին դուք տեղյակ չէիք։ Ինչպես գիտեք, մենք բոլորս ունենք սահմանադրական իրավունք տեղեկություններ հավաքելու կամ ստանալու եւ մեզ հետաքրքրող տեղեկությունները ստանալու կամ արդեն իսկ շրջանառվող տեղեկության իսկությունը պարզելու արդյունավետ տարբերակ է պետական մարմիններից տեղեկություն պահանջելը։ Տեղեկություն ստանալու իրավունքն ամրագրված է ինչպես Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ, այնպես էլ տեղեկատվության ազատության մասին օրենքով։ Յուրաքանչյուր պետական գերատեսչության կայքում կա տեղեկատվություն ստանալու հարցման օրինակ
օրինակելի ձև։ Սա նշում է, որն օգնում է հեշտությամբ կազմել տեղեկություն ստանալու հարցում, որտեղ պետք է լրացնել անունը, ազգանունը, հասցեն եւ այլ անհրաժեշտ տեղեկություններ ու շարադրել հարցը։ Պետք է նկատի ունենալ, որ տեղեկություն ստանալու իրավունք ունի ցանկացած ոք եւ պետական մարմինները պարտավոր են ձեզ պատասխանել, եթե պահանջվող տեղեկատվությունը չի խախտում այլ անձանց անձնական կյանքի իրավունքը եւ չի հանդիսանում օրենքով պաշտպանվող այլ գաղտնի տեղեկություն։ Տեղեկատվության ազատության մասին օրենքի 9-րդ հոդվածով սահմանվում է, որ պետական մարմինները պարտավոր են ձեր գրավոր հարցումներին պատասխանել հնգօրյա ժամկետում։ Իսկ եթե հարցմանը պատասխանելու համար անհրաժեշտ է լրացուցիչ աշխատանք, ապա այս դեպքում հարցմանը պատասխանելու առավելագույն ժամկետը 30 օր է։ Ընդ որում պետական մարմինը պետք է հնգօրյա ժամկետում ձեզ տեղյակ պահի, որ հարցմանը պատասխանելու համար անհրաժեշտ է լրացուցիչ աշխատանք կատարել։ Կարևոր է իմանալ, որ դուք տեղեկություն ստանալու հարցմամբ կարող եք միայն տեղեկություններ պահանջել, այլ ոչ թե օրինակ նախարարի կարծիքը այս կամ այն հարցի վերաբերյալ։ Տեղեկատվության ազատության մասին օրենքի 8-րդ հոդվածով սահմանվում են այն տեղեկությունները, որոնք չեն կարող տրամադրվել գրավոր հարցմամբ, սակայն պետական մարմինները հաճախ չարաշահում են այս հոդվածը եւ չեն տրամադրում այնպիսի տեղեկություններ, որոնք ակնհայտորեն գաղտնիք համարվել չեն կարող։ Օրինակ լրագրողականին պրակտիկայի ընթացքում եղել է դեպք, երբ ոստիկանությունը հրաժարվել է տրամադրել արդյոք կոնկրետ անձը գտնվում է հետախուզման մեջ, թե ոչ, պատճառաբանելով, որ այս տեղեկությունը տրամադրելու համար պետք է այդ անձի համաձայնությունը, քանի որ այն տվյալ անձի անձնական գաղտնիք համարվող տեղեկություն է։ Հարց է առաջանում, իսկ ինչպես պետք է ստանալ այն անձի համաձայնությունը, որին հայտնաբերել հնարավոր չէ եւ որի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Նման պատասխաններ ստանալու դեպքում դուք կարող եք դիմել դատարան եւ պահանջել, որպեսզի դատարանը այս կամ այն գերատեսչությանը պարտավորեցնի ձեզ տրամադրել հայցվող տեղեկությունը։ Սակայն հետաքրքիր մի դիտարկում պետք է նկատի ունենալ, որ երբ դուք դիմում եք դատարան, դրա մասին տեղեկությունը ամենայն հավանականությամբ կդառնա հանրության սեփականությունը, քանի որ դատական գործերի մասին տեղեկատվությունը հրապարակվում է դատական տեղեկատվական համակարգում, դատալեքսում։ Այս համակարգում տեղադրվում են քաղաքացիական, վարչական, քրեական եւ այլ բնույթի գործեր։ Սա հնարավորություն է տալիս որոնելու եւ գտնելու տարբեր դատական գործեր, ինչպես նաեւ հետևելու դրանց ընթացքին, տեսնելու դրանք երբ են նշանակվել, որ դահլիճում եւ այլն։ Սակայն նշեմ, որ ոչ բոլոր գործերի նյութերն են հասանելի դատալեքսում։ Օրինակ, գործը կարող է դռնփակ անցկացվել կամ դռնփակ անցկացված լինել եւ դրա վերաբերյալ տեղեկատվությունը փակ լինել։ Այսպիսով ես ներկայացրի գործիքներ, որոնց միջոցով հեշտությամբ կարող ենք գտնել մեզ հետաքրքրող իրավական հարցերի պատասխանները եւ պաշտպանել ինչպես մեզ, այնպես էլ մեր երեխաներին։